Արցախյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանի և Սփյուռքի մի խումբ երիտասարդ հայրենասերներ միավորվեցին մեկ ընդհանուր համահայկական նպատակի շուրջ։ Անել ամեն հնարավոր բան լուծելու Հայաստանի և Արցախի առջև ծառացած խնդիրները, աջակցելու Հայաստանի գյուղական համայնքներում տնտեսական ծրագրերի իրականացմանը, խթանելու ապագա սերունդի մեջ հայրենասիրական ոգու բարձրացմանն ու ամրապնդմանը, կարևորելով կրթված, զարգացած և հայրենասեր հասարակություն ունենալու գաղափարը, ինչպես նաև կանգնել զինվորի կողքին և քայլեր ձեռնարկել ազգ բանակ հայեցակարգի և դրա շուրջ մեր բոլորի ջանքերը համախմբելու ուղղությամբ։ Այս ամենն ի գործ դնելու նպատակով էր, երբ մենք հայերի միավորման ուղղությամբ մեր առաջին քայլերն արեցինք տելեգրամային հարթակում և ստեղծեցինք ARPA տելեգրամային խումբը, որի առաքելությունն է աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերից ստեղծել մի մեծ միասնական ուժ, նպատակային օգտագործել Սփյուռքի ներուժը, Հայաստանից դուրս բնակվող հայերին ուղղակիորեն ներգրավել հայրենիքում կատարվող իրադարձությունների քննարկմանն ու միասին փնտրել լուծումներ երկրի տարբեր ոլորտների զարգացման ուղղությամբ։ Այս նպատակով է, որ խմբի բացվելուց ի վեր հաճախակի կազմակերպում ենք Հայաստանում և Սփյուռքում մեծ ճանաչում ունեցող հայ հասարակական գործիչների, հայրենիքի համար մղված պատերազմներում մասնակիցների, հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդների և կրթության, գիտության ու արվեստի նվիրյալների հետ հարցազրույցներ և դրա միջոցով փորձում ենք հայության շրջանում հնարավորինս շատ տարածել ազգաճանաչողությունն ու ազգասիրությունը, քաջալերել հայրենասիրական գաղափարների տարածումը, ինչպես նաև քրիստոնեական արժեհամակարգի և հատկապես հայոց լեզվի պահպանումը։ Ուրախ ենք ձեզ տեղեկացնել, որ արդեն իսկ հիմնադրվել և պաշտոնապես գրանցվել է ARPA բարեգործական հիմնադրամը, որի կանոնադրության մեջ և կայքեջում հստակ ներկայացվում են ARPA-ի հետագա ծրագրերը, նպատակները, առաքելությունն ու շահառուների խումբը։ Եկեք Հայաստանի համար մեր երազած ապագան վերցնենք մեր ձեռքը։ Շնորհակալություն մեզ հետ լինելու համար։ Սիրով, ARPA։ Ուզում եմ ներկայացնել մեր այսօրվա հյուրին, ազգագրագետ, պարերի հետազոտող Նարինե Շամամյան։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Ես նույնպես շնորհակալ եմ հյուրընկալել ձեզ։ Այսօրվա մեր նյութը կլինի ազգային պար, հայ ազգային պար և ազգային տարածք։ Կոմիտասը ժամանակին ազգային պար երևույթի մասին ասել է. պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը։ Հայկական ազգային պարը սկիզբ է առել դեռևս նախաքրիստոնեական ժամանակաշրջանում հայկական լեռնաշխարհի տարածքում։ Իր ավանդույթների և հատկապես պարի մասին վկայություններ հանդիպում ենք Պլուտարկոսի գրառումներում, պարի մասին վկայություններ կարելի է հանդիպել նաև մեր ժայռապատկերներում։ Նարինե, ասացեք խնդրեմ, ինչ է պարը հայ մարդու համար։ Նախ առաջինը ես կուզենայի տալ պարի սահմանումը և պարը որտեղ է սկիզբ առել, որտեղ է առաջացել, պարի հիմնական բաղադրիչները որոնք են։ Նախ եւ առաջ հստակ որևէ մեկը չի կարող ասել որտեղ է ծնվել եւ սկիզբ առել պարը, որովհետեւ այն ֆիզիոլոգիա է եւ անընդմեջ փոփոխության մեջ է գտնվում։ Նախ առաջինը պետք է սկսել պարի սահմանումը տալ, որը չափազանց բարդ է նախ եւ առաջ, որովհետեւ ինքը շարժումային համակարգ է։ Ինչպես օրինակ, շարժումը երբ է դառնում պար, ինչպես է այն ձևավորվում, երբ է պարը դառնում արվեստ, երբ է պարարվեստը դառնում գեղարվեստական ձև, երբ է այդ գեղարվեստական ձևը վերաճում արդեն պարի թերապիայի, դա չափազանց բարդ հարց է, որը չափազանց երկար դարերի ընթացքում է ձևավորվել։ Եթե փորձենք այսօրվա սահմանումով տալ պարը ինչ է, պարի սահմանումը սովորական պարզ հասարակ ձևով, դա պարը շարժումների կազմակերպումն է, ժամանակի և տարածության մեջ։ Ինչպես երաժշտությունը բաղկացած է հնչյունից և դադարից, այնպես էլ պարը բաղկացած է շարժումներից։ Պարը բայց սոսկ նմանակում չէ։ Այն մարդուն տեղափոխում է մեկ այլ ուրիշ հոգեվիճակ, մեկ այլ ուրիշ աշխարհ։ Ըստ Միրչա Էլիադեի,
Բոլոր պարերն ի սկզբանե եղել են սրբազան, լինի դա կենդանիների նմանակումը, հմայական նպատակով, որևէ աստվածությանը կամ հերոսի ստեղծած պարը, եւ կամ պար, որը կատարվում է սնունդ հայթայթելու համար, թե հանգուցյալին պատվելու համար, իր ներքին բովանդակությամբ եւ ձևով պարը կարող է նմանակել նաեւ աստղերի շարժումը տիեզերքում։ Ըստ Էլիադայի պարի ռիթմը ծնվում է մարդկային հասարակությունից անդին։ Իսկ պարը դա էմոցիոնալ շարժում է, այն արտահայտում է անհատի հույզերը, հոգեվիճակը, զգացողությունները, գտնել շարժումի եւ պարի սահմանը չափազանց դժվար է, ինչպես նշում է պարի թերապևտ Ջոան Խոդորովը, Յունգի աշակերտուհին, վերջինս եղել է պարուսույց եւ հետազոտել պարի թերապևտիկ լուծումները ինչպես գործնական, այնպես է տեսական իր գործունեության ընթացքում, Ջոան Խոդորովը նշում է, պարն ու հույզերը անբաժան են միմյանցից, այն կինեստեզիա է, այսինքն կին է շարժում, ստեզիա զգացմունք, ըստ ազգագրագետ Տոկարևի նախամարտը չի գործել որևէ գաղափարի դրդմամբ, բայց պարզ գործողություններով նա փորձել է ստեղծել պար, ծիսական պար, իսկ սկզբանե բոլոր պարերը եղել են ծիսական, իսկ մարդաբան Մարեթը գրում է, վայրի կրոնը ոչ այնքան հորիվում էր, որքան պարվում էր, այսինքն նախքան վերբալ խոսքի ձևավորումը ոչ վերբալ մակարդակում մարդը ժեստերով եւ սիմվոլներով էր ներկայացնում այն ամենը, ինչ որ կատարվում էր իր ներաշխարհում եւ փորձում էր փոխազդեցության մեջ մտնել բնության, ինչպես նաեւ տիեզերքի հետ։ Պարը դա ծես է, ի սկզբանե այն ծես է, կարելի է ենթադրել, որ նախքան շարժումը կձևավորվեր եւ կդառնար պար, հատուկ կառուցվածքով, պարաքայլերի հաշվով, հատուկ ձևով, դիրքերով, այն կատարվել է ինքնաբուխ, այսինքն ինքնաբուխ շարժումներից է բխել այն, զգայական, հոգեվոր մակարդակում։ Պարը ոչ միայն ստիմուլ, երջանկություն, ուրախություն է հաղորդում, այլ այն խորը փակ երևակայությանը ձև է տալիս, որտեղ արտահայտում է մարդու հնարավորությունները, ներքին կոնֆլիկտները եւ վախերը։ Պարուսույց Մերի Չեյսը, իհարկե 20-րդ դարի առաջի թերապևտն էր, լինելով պարուսույց, նա զգաց, որ պարով կարողանում է հիվանդ մարդկանց բուժել, ոտքի կանգնացնել։ Նա Վաշինգտոնում նա սկսում է իր սկզբնական քայլերը հոգեբուժարանում եւ տեսնում է, որ շատ հիվանդների վրա, ովքեր մեծ տրավմաներ էին ստացել, պարով վերադառնում են դեպի կյանք եւ շատերը կարողացան նրա պարուսույցի այդ հմտությունների շնորհիվ վերադառնալ կյանք եւ բուժվել։ Այսինքն Մերի Չեյսը առաջին թերապևտը լինելով բացահայտեց մարմնի եւ հույզերի փոխհարաբերությունները, նա տեսավ, որ մարմնի եւ հոգեկան պրոցեսները միահյուսված են իրար հետ եւ սա է ամենակարևոր գործոնը մարդկանց կենսապահովման մեխանիզմը պահպանելու համար, որով էլ փոխանցվում է այդ մշակույթը։ Այսինքն միասնության եւ ներդաշնակության զգացողությունը, որ առաջանում է խմբապարային արարողությունների ժամանակ, հաղորդում է մարդկանց էմպաթիա, այսինքն ապրումակցելու զգացում։ Ի գիտություն բոլորին պարի շարժումները նախքան սովորելը այն առհասարակ 100 անգամ մտապատկերում երևակայության մեջ փորձում ես նախքան այն կփորձես ֆիզիկապես ներկայացնել, այսինքն դու պետք է անցկացնես քո հոգեհուզական համակարգի միջոցով, այն տպավորվի քո մեջ, նոր կարողանաս մարմնով այն վերարտադրել։ Հոգեբան Դենիել Գոլմանը իր հուզական ինտելեկտ աշխատանքում գրում է, որ հույզերը երբեմն ավելի կարևոր են, քան թե մարդու IQ-ն, մեր բոլոր որոշումները մենք կայացնում ենք հույզերով։ Տվյալ պարագայում պարը համակարգում է, բալանսավորում է մարդու հոգեվիճակը, ազատելով բարդություններից, տալով ազատ, անկաշկանդ արտահայտվելու հնարավորություն։ Այդ իսկ պատճառով կարևոր են շուրջ պարերը, որը կարգավորում է ոչ միայն պերսոնայի, անհատի հոգեկան աշխարհը, այլև համայնքի։ Իսկ համայնքը դա պետության ամենակարևոր հենասյունն է։ Առհասարակ պարը մոտիվացնում է մեր հույզերը։
որոնք մեզ սնում են էներգիայով, այն իր հերթին ազդեցություն է թողում մեր հուզական համակարգի վրա, հաղորդելով կատարսիսային թեթևություն։ Ըստ Պլատոնի շուրջպարը համիմաստ է երջանկություն, ուրախություն բառեզրին։ Այսինքն, երբ որ դու շուրջպարում ապրում ես, դու ստանում ես թեթևություն, ներդաշնակություն, քանի որ մարդու բազային էմոցիաները, հույզերը, դրանք երջանկություն, սեր, ուրախություն, վախ, տագնապ եւ շատ են, բայց հիմնական հույզերը այդքան են։ Բարի ժամանակ մարդու մոտ առաջանում է երջանկության եւ սիրո հույզը, որը ամբողջությամբ տարածում է մարմնով եւ շուրջ բարի ժամանակ այդ ամբողջական շղթայի մեջով է անցնում, որը չափազանց կարեւոր է թե անհատի եւ թե համայնքի համար։ Բարի մասին առաջին գրառումները բնականաբար դուք նշեցիք, հարգելի Կրիստինա, որ նշել են Պլատոնը, Պլուտարքոսը, Լուկիանոսը, նրանց գործերում են առկա։ Պլուտարքոսը իր բարեխոսություններ աշխատության մեջ, ֆիլիո զրույցում, ներկայացնում է բարի բաղադրատարերը, շարժում, կերպար, այսինքն պարը կազմված է դիրքից եւ շարժումից, ինչպես մեղեդին, ձայնից եւ հնչյունից։ Պաուզա դադարները ձևավորում են արանքներ տարբեր շարժումների միջև։ Պարի կարևոր բաղադրատարը դա ռիթմն է, քանի որ ռիթմը պարին դինամիկ շարժում է հաղորդում։ Ռիթմը պարին ձև է տալիս, բայց առանցին ինքնին ինքը ձև չէ։ Ինքը ձև է ստանում միայն մեղեդու շարժման միջոցով։ Արիստոտելը նշում է, որ ռիթմը կարգավորում է ժամանակը, իսկ մենք գիտենք, որ պարը դա տարածության եւ ժամանակի մեջ ինքը գոյություն ունի։ Պլուտարքոսը նշում է նաեւ, որ պարում կա եւ ձև եւ գաղափար, այն զուտ մեխանիկական շարժում չէ։ Պարը տվյալ ժողովրդի լուր պոեզիան է։ Պարարվեստի մեծ տեղ տալով հին աշխարհում նրանք համարում են անհատի կարևոր դաստիարակման մեթոդը, այսինքն հին հույների համոզման բոլոր պարողները ունենում են ներդաշնակության եւ հարգանքի զգացողություն մեկը մյուսի հանդեպ, որը բնականաբար պետության ամենակարևոր փաստն է։ Իսկ այն մարդը, ով չէր պարում, Պլատոնի մոտ նշված է, նա համարվում էր անդաստիարակ։ Այսպիսի մոտեցումներ կային։ Այսինքն մուսական արվեստներին տիրապետելը, իսկ պարը դա համարվում էր մուսաների արվեստը, ովքեր կարողանում էին լավ պարել, նրանք նաև կարողանում էին լավ քաղաքացի, արժանի քաղաքացի լինել հայրենիքի համար։ Սա Պլատոնի մոտեցումն էր, ինչպես նաև Պլատոնը իր մոտ նշում է, որ պարը եւ երգը անբաժան են եղել միմյանցից, այսինքն երկեցողությամբ էր կատարվում պարը։ Իսկ Կուրտ Զաքսը, երաժշտագետ պարի հետազոտող, նա գտնում էր, որ երաժշտական գործիքները առաջացան այն ժամանակ, երբ երգերի մեղեդիները, երգի բառերը սկսեցին մոռանալ եւ մարդկանց հիշողության մեջ պահպանվեց միայն երգերի մեղեդիները, հնչյունները։ Այդ իսկ պատճառով երաժշտական գործիքները ստեղծեցին, որպեսզի վերարտադրեն երաժշտական գործիքներով։ Սա Կուրտ Զաքս երաժշտագետի մոտեցումն էր։ Առհասարակ ես կուզեի նաև հավելել Բեռնարդ Շոուի խոսքերը, որտեղ ասում է, պարը ուղղահայաց ցանկությունների հորիզոնական արտահայտությունն է։ Միգուցե երկար խոսեցի, Կրիստինա ջան, այսքանը պարի մոտեցման մասին։ Շնորհակալություն, ես մի հարցնեմ, այսինքն անդրադարձ անեմ էլի սիմվոլիզմին, մեր ծիսական պարերին, դրանք ի սկզբանե եղել են շրջանաձև, ճիշտ է, իսկ ինչ է սիմվոլիկա, ինչ սիմվոլիկա ունեցել շրջանը դա անվերջության եւ հավերժության սիմվոլն է, ճիշտ է։ Պարի մեջ մեր հայ ժողովրդական ունենք նաեւ ետ առաջ շարժումները խորհրդանշող քայլերը, որոնք դրանք անկայունության սիմվոլիկան է եւ հետաքրքիր նաեւ փաստն է, որ այդ պարերը հիմնականում պարել են կանայք, տղամարդիկ հազվադեպ են ընդգրկել նման պարերի մեջ։ Հիմա հարցս հետեւյալն է. ինչ է խորհրդանշում ծափը եւ արդյոք այսօր այդ շուրջ պարերը պարվում են հին ավանդական այդ կանոնակարգվածությամբ, այսինքն այդ նույն կանոններով, թե դրանք ավելի ռեֆորմացրել են այսօր։ Խնդրեմ։
Շնորհակալություն հարցի համար։ Նախ եւ առաջ շուրջ պարերն է եղել, թե մենապարն է եղել, մենապարն է ի սկզբանե եղել, հետո է առաջացել շուրջ պարը, դա չափազանց բարդ է այդ հարցին պատասխանելը, քանի որ 1969 թվականին Դվինի պեղումների ժամանակ Կարո Հաֆադարյանը հայտնաբերել է տուֆի դամբարանասալ, որի վրա պատկերված է երկու պարող, իհարկե դամբարանասալը կոտրված վիճակում է, բնականաբար եթերի շարունակություն ունենար, մենք տեսնենք ամբողջ պարային պատկերը, թևերը, ուսերը միմյանց հորիզոնական տարածած դիրքը, դա թվագրվում է այդ տուֆի դամբարանասալը, որի վրա պարի պատկերն է, թվագրվում է մեր թվարկությունից առաջ 8-ից 7-րդ դարերը, այսինքն դեռևս այդ ժամանակաշրջանում ձևավորված ավարտուն տեսք ունեցող շուրջ պարեր ունեցել ենք, բայց նաև բացառել, որ չենք ունեցել մենապարեր, դա սխալ կլինի, քանի որ բազմաթիվ են այն ժայռապատկերների վրա պատկերագրությունները, որտեղ ներկայացված են մարդիկ մենակ, իսկ ինչ վերաբերում է նշեցիք ծափ պարերի հետ կապված, կներեք Ծափի ժեստի մասին է խոսքը, ինչ է ծափի ժեստի մասին, դա չափազանց խորն է եւ տեսեք, յուրաքանչյուր համայնք ունեցել է իր ժեստերի լեզուն եւ դա եղել է փակ գաղտնի լեզու, այսինքն իմանալ տվյալ համայնքում ինչպես է դա կիրառվել, դրա մոտեցումը, դրա խորհրդաբանությունը չափազանց բարդ է, բայց ափի նշանակությունը շատ կարեւոր է, կանայք ափերը բաց պարելու իրավունք չեն ունեցել, նրանք չեն կարող պարի մասնակցել, առավել եւս ծափ պարերով, ծափ պարերում հանդես գալ, քանի որ պետք է կնոջ ափը փակ լիներ, ծափ պարերը դրանք հիմնականում վերաբերում են տղամարդկանց, եւ այստեղ ծափ պար ասելով մենք տեղափոխվում ենք դեպի պատմական Հայաստանի տարոն աշխարհը, սասունցիների եւ մշո մեջ ընդունված է եղել Յարխուշտա, Յարմշտի, Աղրուշտա, անվանումները տարբեր են, ծափ պարատեսակը, որտեղ խաղացել են միայն, դա համարվում է խաղ, որտեղ ավարտվում խաղը եւ որտեղ է սկսում պարը, այդ հարցին չափազանց բարդ է պատասխանել, որովհետև տարալուծված են իրար հետ։ Այստեղ մասնակիցները հիմնականում եղել են տղամարդիկ, կանանց մասնակցությունը բացառված է եղել։ Սա հիմնականում ռազմապարերի ժանրում է դասակարգվում եւ հետաքրքիր է, որ այն չի վերագրվում պատմական Հայաստանի մյուս տարածաշրջաններին, քանի որ բնորոշ է միայն տվյալ տարածքին։ Այստեղ մի հետաքրքիր փաստել եմ ուզում ճշտել, օրինակ մեր հին հարսանեկան, ավանդական հարսանեկան պարերում հարցը իրավունք չուներ ցույց տալ ափերը, մեկ, դրա համար փակում էր, չէ, մատով, եւ երկրորդը ինքը իրավունք չուներ ձեռքը բարձրացնել ճակատից վերև, ճիշտ է։ Այո, իհարկե։ Հիմա ես այսօր որ դիտում եմ մեր հարսանեկան պարերը, փաստորեն այդ ավանդական ոչինչը պահպանված չէ։ Ինչի է դա կապված։ Դա բնականաբար պայմանավորված է գլոբալիզացիայի հետ, ինովացիոն տեխնոլոգիաների դարաշրջանում մենք գտնվում, այսօր մենք տեսնում ենք էքստրիմ հարսանիք, որը աստիճանաբար, եթե ներկայում հիմա ավանդականից որոշակի տարեր կան փոխանցված, տեղայնացված արդի հարսանեկան ծիսական համակարգում մենք աստիճանաբար գնում ենք դեպի էքստրիմ հարսանիք, այսինքն հարսանիքները տեղի են ունենում սարի գագաթին 2-3 հոգու մասնակցությամբ, դա տեղի ունենում, կարող են թռչել տիեզերքում ամուսնանալ, կարող են սուզվել ջրի հատակում ամուսնանալ, այսինքն նոր մոդել է ձևավորվում հարսանեկան արարության, որը իհարկե հետազոտության կարիք ունի։ Ինչ վերաբերում է ավանդական հարսանեկան համալիրում, բնականաբար հարսը իրավունք չուներ ձեռքերը գլխավերևից վեր բարձրացնել, իրավունք չուներ ափերը բաց պարել, որովհետև ափի բաց դիրքը դա նշանակում է սեռական առաջարկություն դիմացինի հանդեպ։ Եվ հետաքրքիր է, երբ որ երկրի նախագահները երթում են տալիս, նրանք ափերը բաց երթում են տալիս, բնականաբար դա նկատելի է հիմնականում Թուրքիայի եւ արաբական երկրների այդ պետություններում է դա նկատվում,
Նրանք ափերը բաց են երթում տալիս, ինչպես նաև եպիսկոպոսները, երբ որ ամբողջությամբ նվիրվում են իրենց հավատքին եւ իրենց մասնագիտությանը, նրանք ափերը բաց խորանի առաջ երթվում են, որ ամբողջությամբ նվիրվում են։ Այսինքն ափը շատ կարևոր ժեստ է եւ նրա կիրառությունը չափազանց զգուշություն է պահանջում։ Այս բառը ասում են այն պահից, երբ ջնջվում է հիշողությունը, սկսվում է ինքնաոչնչացման գործընթացը։ Ձեր կարծիքով այսօրվա հասարակությունը կարևորում է այդ հայկական ավանդական ակունքներին պահպանելը, դրանց չմերժելը, հիշելը եւ այլն։ Ինչ եք կարծում։ Տեսեք, ավանդական հարսանիքին, ավանդական ծեսերին վերադառնալու միտումները կներես Քրիստինա ջան, ավանդական հարսանիքի եւ մյուս արարողություններին անդրադառնալու միտումը սկսվում է 2000 թվականից սկսած, այսինքն որը բնորոշ է փոքր պետություններին, սա պետք է նշեմ, որովհետև ինքնությունը պահելու, ինչպես նաև ավանդույթները փոխանցելու, իրենց տեսակը պահպանելու խնդիր կա այստեղ։ Ու այստեղ տեղի է ունենում ավանդական հարսանիքի, ինչպես նաև տոների կոմերցիզացիա, այսինքն տնտեսականացումը գնում, ինչ է տեղի ունենում, պարերը դրանք իհարկե սովորեցնում են գումարով, ծեսերը դա կազմակերպում են իհարկե որոշակի գումարով, եթե դա հին հայկական ավանդական հարսանիքում, 20-րդ դարասկիզբ մինչև 90-ական թվականները, 2000-ից մի քիչ ներքև, տեսնում ենք, որ կատարվել է բնականon եւ իսկապես դա ծես է եղել, մենք ծեսի հետ գործ ունենք, մենք այսօր տեսնում ենք թատերականացված ներկայացումներ գումարի դիմաց եւ մեծ գումարների դիմաց, այսինքն ավանդական նյութը այսօր ծառայում է գումար աշխատելու համար եւ որ մենք ասենք ծեսերը պահպանվում են, ոչ, ծեսերը բեմադրված, թատերականացված տարբերակով են պահպանվում եւ այդ ծեսերը մենք չգիտենք հետագայում այդ բեմադրված ծեսերը ինչ տեսք ունենան ապագա 5 տարվա ընթացքում։ Քոչարի Հեթանոսական ժամանակներից մինչ օրս մեզ հասած եւ ամենատարածված պարը քոչարին է, որը նվիրվում է խոյի պաշտամունքին։ Շատ քչերը գիտեն, որ հայկական բարձրավանդակում շատ կարևորվում էր խոյի պաշտամունքը։ Քոչարի պարի յուրահատուկ շարժումները պատկերված են Սյունիքի ժառապատկերներում, որոնք առնվազն 12000 տարվա վաղեմություն ունեն եւ եւս մի հետաքրքիր փաստարկ 2017 թվականին հայկական քոչարի խմբապարը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության եւ նյութական ժառանգության ցանկում։ Այս պարը տարատեսակ է, Նարինե, մոտավոր քանի տարբերակ կա քոչարի եւ որ տեսակներն են առավել գործածում այսօր։ Քոչարի գրեթե 50 տարբերակ ունենք, յուրաքանչյուր տարածաշրջան ունի իր քոչարու տեսակը, ինչպես նաև պատմական Հայաստանի այդ մշակութային ժառանգությունը, որը բերվել է Արևելյան Հայաստան, մեծ գաղթի, մեծ եղեռնի ժամանակ տեղայնացվել է, ինչպես նաև ընթացս ձևավորվել են բազմաթիվ քոչարու տեսակներ։ Քոչարին պատկերացրեք ամենամեծ տարածում ունեցող պարն է հայերի մեջ եւ չափազանց ընդգրկում է։ Այն տարածում է ինչպես նաև Հայաստանի այն բնակավայրերում, որ ընդունված չի եղել, նույն կերպ է տարածվում է հայկական Սփյուռքում եւ դա համահայկական պար կարելի է անվանել քոչարին։ Հաջորդ պարի իմ ամենասիրած, երևի այս պարի մասին չխոսելը ուղղակի հանցագործություն կլինի, Յակուշտա, հայրենասիրական պար, այո։ Մեզ հասած ազգային ամենաուշագրավ պարերից մեկը, որը թարգմանաբար նշանակում է պարսկերենից զինակից ընկեր կամ զենքի ընկեր։ Եվ եւս մի հետաքրքիր փաստարկ, որ ըստ որոշ վկայությունների Զորավար Անդրանիկի եւ Գևորգ Չահաշի զորքերը մարտից առաջ եւ հանդիպել են եւ որպեսզի հասկանային թե ում զորքն է ավելի ուժեղ, Յարխուշտային պարը։ Սա պատկանում է ծափ պարերի դասին, ճիշտ է։ Իսկ ինչ է այստեղ խորհրդանշում այդ ծափերը եւ այդ ափերի հարվածները։
ինքը համախմբող բառ է, բնականաբար, խնդրեմ։ Շնորհակալություն հարցի համար, Կրիստինե ջան, Յարխուշտապարը դա բնականաբար հիմնականում սասունցիների եւ մշեցիների բնորոշ բառն է, այն Հայաստանի որևէ ազգագրական շրջանին կամ բնակավայրին բնորոշ չէ։ Պարզապես վերջին 3 տասնամյակում այն մեծ հանրահռչակում ստացավ, տարածվելով ավանդական երգի բառի խմբերի շնորհիվ։ Յարխուշտապարը նախ առաջինը յարխուշտա, եթե փորձենք բառից ստուգաբանել, ասորերեն նշանակում է գնալ ու գալ։ Կամ ըստ Լիսիցյանի, Սրբուհի Լիսիցյանի մեկնաբանությամբ նշանակում է զենքի ընկել, յար, ընկեր, խուշտա, զենք, այսպիսի մեկնաբանություն են տալի։ Պարի ընթացքում սա սասունցիները նշում են, որ սա ավելի շատ խաղ է, քան թե պար է, պարզապես պարի ռիթմերի ներքո է տեղի ունենում մրցակցությունը, այսինքն ծափերով հարվածելը փորձում է դիմացինի ճկունությունը, իր ուժեղությունը, այսինքն ով կարողանում է մինչև վերջ պարել եւ չի ընկրկում եւ չի դադարեցնում կամ խաղից դուրս չի գալի, նա համարվում է հաղթող։ Եվ այն տղամարդը համայնքում, ով կարողանում էր մինչև վերջ պարել, նա արդեն ընդգրկում էր տղամարդկանց մեծ հասակակիցների շարքերը։ Շնորհակալություն։ Հայկական պարերի ուսումնասիրության առանցքային ուղղություն է հանդերձանքը, տարազը, այն բացի մարդկանց կենցաղի բաղադրիչ լինելուց հանձնանում էր նաև ազգային պարի կարևոր բաղադրիչը։ Մի փոքր պատմական ակնարկ դեզանից հայցում, խնդրեմ։ Եթե շրջաններով Եթե մենք հայկական լանդշաֆտը նայում ենք առաջին հայացքից, բնականաբար պարզ է, որ յուրաքանչյուր տարածաշրջան ունեցել է իրեն բնորոշ տարազը, տարազային խումբը, իհարկե մենք ունենք խոշոր հետազոտողներ տարազի մասնագետներ, Սվետա Պողոսյանն է, Լուսինե Ղուշյանն է, որը Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի հայկական տարազի բաժնի ղեկավարն է, ինչպես նաև մենք ունենք տարազի երիտասարդ հետազոտող Վահե Քոթանյանը, վերջինս ոչ միայն ուսումնասիրում է, այլ նաև վերականգնում է եւ իր մոտեցումներն է ցուցաբերում, ճշգրիտ մոտեցումները եւ լուծումները վերականգնելու հարցում հայկական տարազի, բնականաբար ունեցել են տոնական տարազ եւ առօրյա տարազ, տոների առիթների եւ տարբեր արարողությունների ժամանակ տոնական տարազով են բոլորը ներկայացել, բայց բնականաբար առօրյա կենցաղային գործերում չեն կարող այդ շքեղ տարազներով հանդես գալ, որովհետեւ ինչպես մեր օրերում հագուստը տարբերվում է առօրյա տան կենցաղից եւ դրսի գործերի հետ կապված, նույնը այդ ժամանակներում, իսկ ինչ վերաբերում է տարազի սիմվոլիկային, ինչպիսի սիմվոլներ եւ ինչպիսի զարդեր են կիրառել, դրանց նեղ մասնագիտական մոտեցումներ են անհրաժեշտ, որոնք Կրիստինա ջան կհաղորդեն ձեզ մեր հետազոտողները, տարազի հետազոտողները։ Շնորհակալություն Նարինե, շնորհակալություն, որ կիսեցիք ձեր մտքերը մեզ հետ եւ ամփոփելով այսօրվա հետաքրքիր զրույցը, հնչեցնեմ վերջին ավանդական հարցս, որ ուղղում եմ իմ բոլոր հյուրերին, ինչ կցանկանայիք այսօրվա հայ մարդուն, խնդրեմ։ Ամենաբարդն է։ Շատ բարդ է հայ մարդուն։ Փորձեք։ Այսօր ճիշտ ասած մենք գտնվում ենք սիներգետիկ վիճակում, այսինքն ինքնակազմակերպման վիճակում, կուզեի մեր երկիրը տեսնել ուժեղ։ Հայ մարդուն ուժեղ ստեղծագործ, հայ իր տեսակով ստեղծագործող է, որտեղ է լինի ստեղծագործումը, ցանկալի կլիներ, որ այդ ամեն ինչը ուղղվեր դեպի հայրենիք Հայաստան, որովհետև Հայաստանը ուժեղ էներգետիկա, ուժեղ զորություն ունեցող երկիր է։ Այստեղ հզոր էներգիա կա, եւ այդ էներգիայով ենք մենք սնուցվում։
եւ հայ մարդը կուզեի, որ այստեղ մնար եւ այստեղ ստեղծագործեր, յուրաքանչյուր հայի տեսակ շատ կարեւոր է Հայաստանի համար։ Արփա բարեգործական կազմակերպությունը հանձն առնելով հայ ազգային մշակույթի եւ պատմության տարածման հայամպաստ գործը, պարբերաբար մեկնարկում է թեմատիկ ֆիլմեր, հաղորդաշարեր, կարճ տեսահոլովակներ տարբեր հարթակներում։ Սիրելի հայեր, Արփային աջակցելու համար կարող եք միանալ մեզ։ SMS-ի միջոցով ուղարկելով Արփա բառը 7733 համարին։ Մեկ SMS-ի արժեքն է 500 դրամ Հայաստանի Հանրապետության տարածքում։ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները PayPal համակարգով, որի տվյալները կտեղադրվեն ստորև։ Միացեք մեզ, միասին մենք կարող ենք։